Բարև ձեզ եւ բարի գալուստ Անամնեզիս Մորբի ոդկաստ։ Այստեղ մենք խոսում ենք հիվանդության պատմությունների մասին, մշակութային, մարդկային եւ բժշկական տեսանկյունից։ Այսօր խոսելու ենք մի հիվանդության մասին, որը ըստ վիճակագրության մարդկանց 85%-ը կյանքի ընթացքում ունենում է։ Խոսքը իհարկե ակնեի մասին է։ Հիպոկրատը այս հիվանդությունը կապում էր հորմոնների եւ մարմնի հավասարակշռության հետ, բայց այսօր կիմանանք ժամանակակից բժշկության տեսանկյունից ինչն է պատճառը, որտեղից է առաջացել եւ մնացած հարցերը, որոնք բոլորին շատ հետաքրքիր են։ Այսօր մեր հյուրն է մաշկաբան, Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային ինստիտուտի տնօրեն, հավեսով բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, Հովհաննես Արտաշեսի։ Շնորհակալություն, որ ժամանակ եք գտել, հյուրընկալվել եք մեզ։ Շատ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Մանրապես շնորհակալություն։ Հնագիտական հետազոտությունները ապացուցել են, որ դեռ մումիաների մոտ 4000 տարի առաջ հայտնաբերվել է ակնե։ Ինչ կասեք այս մասին եւ կխնդրեմ որպես մասնագետ պրոֆեսիոնալ այս ոլորտում, ասեք ստեղծման պատմությունը ակնեի, որտեղից է սկսել, երբ են արդեն անունը դրել, որ ակնե պետք է լինի։ Շատ բարի։ Իհարկե շատ զարմանալի է, որ ակնեն կարծես թե իր ձևաբանությամբ, հայտնաբերման տեսանկյունից շատ ավելի հին հիվանդություն պետք է լինի, քան մի շարք այլ հիվանդություններ, բայց օրինակ Աստվածաշնչի մեջ որպես փաստաթղթավորված նկարագրություն նրա մասին ոչինչ չկա գրած, կա բորի մասին տեղեկատվություն, բայց իրոք ակնեն հայտնաբերվել է շատ ավելի հին ժամանակներից, տարաբնույթ պատճառներ, հիմնականում իհարկե սննդակարգի հետ կապ, որը տարբեր հետազոտություններ կամ տարբեր կարծիքներ, այսպես ասած, այն ժամանակների փիլիսոփաների, բժիշկների կամ այնով որ մտածելու ունակություն ուներ, հիմնականում կապում էին սննդակարգի հետ, սննդային ինչ-որ առանձնահատկություններ էին փորձում փտրել։ Իհարկե, այն որ ակնեն տարիքային առանձնահատկությունը նույնպես շատ ժամանակներում հայտնի է եղել, միշտ հայտնի է եղել եւ դրա վերաբերյալ անգամ տարբեր ստեղծագործություններում մենք կարող ենք Այսինքն որ ավելի շատ դեռահասներին։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Օրինակ որոշակի գործոններ, որոնք մենք ժամանակակից պայմաններում դիտարկում ենք որպես ակնեի առաջացման պատճառ, այն ժամանակ կարծես թե չկար։ Օրինակ շատ հաճախ խոսում են շպարվելու մասին, բայց դե շպարը այդքան հին հորինված չի, հա, ավելի նոր բան է։ Ուրիշ տեսակներ են եղել շպարվելու։ Բայց շպարը եղել է շատ թանկ հաճույք եւ ոչ բոլորին է հասանելի եղել, այսինքն ակնեն էլ պետքա լիներ քչերի մոտ, հետեւաբար կամ օրինակ խնամքի առանձնահատկությունները։ Այո, խնամքը միշտ մաշկի խնամքը միշտ եղել է եւ շատ կարեւոր տեղ է գրավել, բայց այն ձևով խնամք, որով որ մենք հիմա գիտենք, կարծես թե չի եղել դա բավականին նոր, հա, 50-ականներից հետո նախորդ դարի 50-ականներից հետո հորինվածք է։ Եթե անկեղծ ասեմ, ես չեմ հանդիպել ոչ միտեղ, որտեղ գրված լինի, որ ակնե տերմինը առաջարկել է այսինչը։ Ակնե այսինչը։ Իր անունով որոշե կոչել, այո։ Չկա, բայց ակնեն նկարագրված է թե մաշկաբանության վերաբերյալ առաջի գրքերում, բոլոր դասակարգումների մեջ նա եղել է։ Ընդ որում, ասեմ ձեզ, շատ հետաքրքիր նկարագրություններ կան, որոնք պրակտիկորեն չեն տարբերվում մեր հիմիկվա պատկերացումներից, բայց այդ նկարագրությունները արվել են 300-400 տարի առաջ։ Իսկ կա ինչ-որ ինֆորմացիա, թե ոնց են բուժել հին ժամանակներում ակնեն։ Շատ հետաքրքիր է, իհարկե համացանցում շատ հետաքրքիր տվյալներ կարելի է գտնել, անգամ կան գիտական հոդվածներ նվիրված ակնեի պատմությանը, ֆանտաստիկ աբսուրդայինից սկսած մինչև բավականին ռեալիստիկ ինչ-որ բաներ։ Օրինակ, չիստկա կոչվածը, հա, այդ սեղմել մեխանիկորեն հեռացնել Հիպոկրատի ժամանակներից ընդունված է եղել եւ մեր բոլորի կողմից սիրված արտահայտությունը Հիպոկրատին վերագրվող, որտեղ թարախ այնտեղ դանակ կամ ուբիպուս իբիեվակուան լատիներենից ինչու՞ չէ նաեւ ակնեին էր վերաբերվում եւ բուժման հիմնական մեխանիզմը դա մեխանիկորեն հեռացնելն էր այդ ամեն ինչը, որովհետեւ հակաբակտերիալ որևիցե բան չունեինք կամ հակաբակտերիալ ազդեցություն ունեցող միջոցներ իհարկե ինչ որ գրականության մեջ կան նկարագրված տարբեր խոտաբույսերից պատրաստված տարբեր ինչ որ պատրաստուկներ, բայց որպես այդպիսի այդպես ձևավորված դեռ չկա։ Կար շատ հետաքրքիր մի պատրաստուկ, որը հիմա մենք նույնպես օգտագործում ենք, դա խեժ պարունակող միջոցներն էին, այսինքն ինչ էին անում, վերցնում էին ինչ որ մի բան այրում էին,
տակը մնացած այդ ծև գույնի մոխիրը խառնում էին ճարպի հետ եւ ստանում էին մաշկի վրա քսելու քսուկի նախապապերն էին, այսպես ասած, եւ մենք գիտենք, որ մոխիրը բավականին լավ հակաբակտերիալ ազդեցություն ունի եւ ունի շատ հետաքրքիր ճարպագեղձերի ազդեցություն ընկճող հատկություն։ Այսինքն մոխիրը այստեղ օգտագործվում էր առանց հասկանալու, բայց օգտագործվում էր որպես պաթոգենետիկ բուժում, ոչ միայն սիմպտոմն էին վերացնում, այլ նաեւ պաթոգենեզի ճարպագեղձերի գերաշխատանքն էին ընկճում։ Բուժման կարևոր կոմպոնենտ ծնդակարգը նույնպես շատ շուտվանից է նկարագրված եղել։ Իհարկե շատ տարբեր մոտեցումներ կային, ես օրինակ ռուսական մի դասագիր կա Գրիգորևի հեղինակությամբ 900-ականների սկզբի, ես ունեմ այնտեղ ակնեի բուժումը բացառապես ծննդակարգային էր եւ վարքագծային էր։ Իհարկե վարքագծայինի տակ շատ բան շեշտված չէր։ Վնասակար սովորություններ, հա, երևի թե։ Ոչ, մի հատ շատ հետաքրքիր արտահայտություն կա ակնեի բուժման հետ կապված։ Բոլորն էլ լսել են, կարծում եմ, որ կամուսնանաս կանցնի։ Հա, այո, իհարկե։ Այ Գրիգորևը ոչ միայն ակնեի, շատ հիվանդությունների դեպքում։ Դե կամուսնանաս ժամանակ չես ունենա մտածել այդ ամեն ինչի մասին, արդեն կանցնի։ Հա, բայց Գրիգորևը ասում է, որ փաստորեն սեռական հարաբերությունը բերում է հորմոնների կարգավորման եւ արդյունքում ակնեն հետազարգանում։ Իհարկե դա հիմա մի քիչ տենց չապացուցված տեղեկատվություն է, կամ կարելի ասել հակառակ ապացուցված է, որ այդպես չէ, բայց այն ժամանակ գտնում էին, որ դա նույնպես նշանակություն ունի։ Ես հետաքրքիր մի քանի ավանդական բուժում եմ հանդիպել, որը հիմա նույնպես կիրառվում է, օրինակ Ֆիլիպիններում ակնեն բուժում են հատուկ կրյաների միջոցով, որը տենց ոնց որ կծի այդ թարախաբշտիկի այդ հատվածը եւ հեռացնում է պարունակությունը։ Ու հատուկ կրյաներ են, հա, երևի։ Դե իրանք ներկայացնում են որպես հատուկ, բայց չեմ կարող ասել, եւ դա շատ հին պատմություն ունեցող բան է։ Իսկ եթե սահուն անցում կատարենք ժամանակակից բուժման մեթոդներին, ես գիտեմ, որ հիմա շատ տարածված է ռետինոլների շարքը, որպես բուժման սխեմայում կիրառվող, ակնոտրենը ավելի հայտնի բոլորին, ինչ կասեք դրա մասին ու արդյոք կարելի է ակնոտրենը կիրառել առանց բժշկի այցելելու։ Ռետինոիդները իրականում էլի շատ հետաքրքիր պատմական նշանակություն ունեն։ Ռետինոիդ բառը, եթե ցենց բաժանենք, այդ շատ կարևոր է պետք է հասկանալ։ Դա վիտամին A-ի նման վիտամին A-ի նմանություն ունեցող միացություն, այսինքն ամբողջ մոլեկուլը ինքը տարբերվում է, բայց ինչ որ կտոր ունի, որը վիտամին A-ին նման է։ Եվ մեր օրգանիզմի վրա ռետինոիդները թողնում են վիտամին A-ի գերդոզավորման էֆեկտ։ Օրինակ, այն ռետինոիդները, որոնք մենք օգտագործում ենք ակնեի բուժման համար, կամ իզոտրետինոինի խումբը, անուններ չտանք գովազ չլինի։ Այո։ Արդեն ընտրվել ենք։ Կապ չունի, կմոռանա։ Մոտավորապես 10,000 անգամ ավելի մեծ ազդեցություն ունի, քան վիտամին A-ն։ Եվ էլի շատ պատմական նշանակություն ունի, որ առաջին ռետինոիդները սկսել են օգտագործել 30-40-ականներից, բայց նրանց ազդեցությունը ճարպագեղձերի վրա մի քիչ ավելի ուշ հայտնաբերում է։ Ամբողջ խնդիրն էր, որ խումբը կար, պրեպարատները կային, բայց չէին կարողանում նորմալ հասկանալ, թե ինչ ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա։ 70-ականներից սկսած նոր մենք ունենք իզոտրետինոինի կիրառումը հենց ակնեի բուժման համար եւ մի քիչ զարմանալի է, բայց Հայաստան իմ ունեցած տեղեկություններով այդ պրեպարատները հասել են 2000-ականներին, այսինքն մոտ 30 տարի ամբողջ աշխարհում կիրառվում էր, մենք չունեինք։ Մի քիչ ուշացել ենք։ Տեղային պատրաստուկները մոտավորապես ժամանակագրորեն մոտավորապես նույնն են եւ ավելի լայն են օգտագործվել, ավելի վաղ ժամանակներից են օգտագործվել, նախորդ 90-ականներից օգտագործում էինք, բայց բնականաբար արդյունավետությամբ միանշանակ զիջում են խմելու դեղամիջոցներին։ Շատ շնորհակալություն հարցի համար, որ արդյոք պետք է կարելի է ինքնուրույն անել թե ոչ։ Ես որպես դեղագետ նկատել եմ միտում, որ կա մարդկանց խումբ, որ եթե մյուսին օգնել է, ես էլ կխմեմ կօգնի ու առանց մասնագետի դիմելու։ Առանց մասնագետի դիմելու, առանց պատասխանատվության կիսելու, սա շատ կարևոր կետ է, որովհետև ռետինոիդները դրանք այն խմբի պրեպարատներն են, որոնք պետքա մանրակրկիտ հետազոտված լինես, նոր խմես, պետքա ճիշտ հաշվարկես դոզան, որովհետև եթե դու օգտագործեցիր, չգիտեմ, քո ընկերուհու չափականակով ով ենթադրենք 50 կիլո է, դու 75, բնականաբար ոչինչ չի ստացվում։ Եվ շատ կարևոր մի հարց,
արդյոք պետք է այդ ակնեն պահանջում է այդ ռետինոիդը թե ոչ։ Այո։ Սա էլ է շատ կարևոր, որովհետև մենք ոչ միշտ ենք ճիշտ որոշում կայացնում այս առումով։ Օրինակ տեսեք, ես ինձ անդադ պատմական եմ գնում, դե դրան եմ պատրաստվել։ Դե անունը արդեն տրամադրում է դրան ոդկասթի։ Տեսեք, եթե տենց էլի ժամանակագրորեն նայենք, ռետինոիդները մի քանի հետաքրքիր փուլ են անցել։ Առաջի փուլը, որ դա ոգևորություն էր, ցանկացած նոր դեղամիջոցի, որ մտնում է շուկա, սկսում է ոգևորություն, բոլորը սկսում են օգտագործել, առավելևս ուժեղ պրեպարատ, արդյունավետ, այո։ Եվ ռետինոիդները սկսեցին օգտագործել միջև գտան ռետինոիդների կողմնակիները։ Հա, օրինակ ռեպրոդուկտիվ առողջության վրա, ոչ այնքան ռեպրոդուկտիվ, ինչքան պտղի վրա, այսինքն հղիության ժամանակ պրեպարատի օգտագործումը բերում էր ծանրագույն հետևանքների։ Նաև երևի նախահղիանալու Այո, այսինքն շատ կտրուկ այդ բարդությունները այնքան արտահայտված են, որ կտրուկ ընկավ կիրառումը։ Հետո հետազոտությունները բերեցին նրա ապացուցողական բժշկությունը, դա նոր բան է, այսինքն չկար 70-ականներին, հա, ինչ որ ընկերություն դեղ արտադրում էր, կենթանիների վրա փորձարկում էր անվտանգությունը ցույց տալիս, միանգամից գնում էր շուկա։ Այստեղ մի քիչ այլ փուլեր անցան եւ 2000-ականներին նոր վերել սկսեց ռետինոիդների եւ Եվրոպան նստած էր ռետինոիդների վրա։ Բայց դա էլ է շատ սխալ, որովհետեւ ակնեի շատ տեսակներ կարելի է տեղային միջոցներով բուժել, ավելի քիչ ռիսկի ենթարկելով օրգանիզմը, ավելի քիչ վտանգելով, ավելի ճիշտ, ավելի ծանրության համապատասխան բուժում անելով, բայց երբեմն բժիշկը այնց հավես չի անում էլի։ Հա, դե ավելի լավ չի մի հատ հաբ նշանակես, որ հաստատ գիտես օգնելու է, քան թե նշանակես լվացվելու միջոց, որից էլ կարող է ինչ-որ ալերգիկ ռեակցիա լինի, բենզոիլ պերօքսիդ, որից կարող է գրգռում լինի, տեղային ռետինոիդ, որից մաշկը շատ կչորնա, խոնավացնող, այն էլ չգիտես ոնց կաշխատի, հա, այսինքն ոնց որ հեշտ լուծում էր դա, եւ ասենք մի հատ պիկ գնաց էլի։ Մինչև մոտավորապես 20-ականներին շատ հստակ ձևավորվեց այն չափանիշները, չափորոշիչները, որի արկայության դեպքում պետք է նոր ռետինոիդ նշանակել։ Միջին եւ ծանր ակնե 25 տարեկանից մեծ կանանց մոտ ակնե։ Սպիացման հակում ունեցող անձանց մոտ ակնե, որովհետեւ եթե դու սպիացման հակում ունեցող անձ ունես ու ակնեն դանդաղ բուժես, միգուցե սպիերի քանակը շատ լինի, այստեղ պետք է ագրեսիա։ Ակնը, որը տեղային միջոցներով արդեն բուժվել է եւ չի եղել արդյունավետություն։ Այս կետերը, որ հստակ նշվեցին, արդեն դու կարող ես ավելի ճիշտ կողմնորոշվել, ավելի ճիշտ որոշում կայացնել եւ գնալ առաջ։ Ցավոք, ցրտի շատ պացիենտներ հրապուրված, ոգևորված պրեպարատի էֆեկտիվությամբ առանց բժշկի հետ վերջնական արդյունքով, այո, վնասում են օրգանիզմը, ռիսկի են ենթարկում լյարդը, չեն հետևում սննդակարգին, որը պետքա լինի, չկա բժշկի պատասխանատվություն, որը քեզ պետքա պաշտպանի տարբեր անցանկալի երևույթներից։ Արդյունքում լավ պրեպարատը կարող է թողնի վատ ազդեցություն։ Այո, սխալ օգտագործման, սխալ կիրառման Սխալ օգտագործում, այո։ Սովորաբար մարդիկ ակնեի դեպքում դիմում են բժշկի այն ժամանակ, երբ որ ամեն ինչ փորձել են, ամեն ինչ արել են, չի օգնել, չի անցել ու նոր դիմում են բժշկի։ Այ երբ է իսկական ժամանակը կամ նման ժամանակ, երբ որ պետք է դիմել մասնագետի արդեն։ Ակնեն այն հիվանդությունը չի, որ շտապ բուժումը ավելի լավ արդյունք է տալու, բայց ակնեն այն հիվանդությունն է, որ չի կարելի ուշացնել։ Որովհետև ակնեի սխալ բուժման, ուշացած բուժման արդյունքում մենք ավելացնելու ենք սպիերի հավանականությունը, որոնց դեմ պայքարել շատ դժվար է։ Երբ դիմել ակնեի համար, կարծում եմ, երբ որ որոշում կայացրեցիք, որ տվյալ ակնեն պետք է ինչ-որ մի բան անել, եկեք բժշկի մոտով այդ ինչ-որ մի բան արեք։ Ոչ թե ինքնուրույն դեղատուն, ոչ թե արհեստական եւ բնական տարբեր բանականությունների հետ քննարկելով, ոչ թե ընկերոջ կամ համացանցի օգնության դիմելով, այլ հենց մանրակրկիտ վերլուծելով հիվանդությունը բժշկի հետ, տվյալ տարիքային խմբի համար նախատեսված միջոցներ ընտրել եւ գնալ առաջ։ Օրինակ մի դիտարկում իմ կարծիքով շատ կարող է մի քիչ այնց շատ հստակ դա չլինի, բայց իմ կարծիքով մի քիչ ավելացել է այն դեպքերը, երբ որ ավելի փոքր տարիքում են
դիմում ակնեի բուժման համար։ Ոչ ավելի շուտ են դիմում, ավելի շուտ են դիմում, ոչ միայն ակնեի երիտասարդացել է, այլ նաև ծնողները հասկանում են, որ այդ 12 տարեկանում ոչ թե ինչ որ փորձարկումներ է պետք անել դեղատնից կամ տարբեր marketplace-երից, այդ խանութներից on-line, այլ դիմել բժշկի, ընտրել դեղամիջոց, ճիշտ չափականակով, ձևով բուժում իրականացնել եւ գնալ առաջ։ Շատ ավելի լավ։ Շատ ավելի լավ բան է, բայց միևնույնն է, ունենում ես պացիենտներ, որոնք գալիս են 35 տարեկանում, ասում են իսկ 20 տարի ակնե, լավ ում է սպասել։ Հա, ոչ թե որ գնացել է բժշկի, չէ, պարզապես տենց սպասել է որ հեսա կանցնի։ Չգիտեմ, իմ համար մի քիչ զարմանալի է սա, որովհետև բժշկի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում բավականին բարձր է։ Բարձր է, եթե համեմատենք մյուս երկրների հետ։ Այո, որտեղ պետք է մի 6 ամիս, 8 ամիս սպասես, մինչև գնաս ակնեի բուժման համար։ Կարող է դա էլ քիչ լինի, որովհետև ընտանեկան բժիշկների ձեռքի տակով կանցնես, հետո ինչ որ անհասկանալի բան, մինչև կհասնես ներմասնագետի, այո։ Ստեղ մեր մոտ այդ խնդիրը չկա։ Բոլոր տեղերում մենք ունենք մաշկաբաններ, որոնք ես վստահ եմ, ինչքան էլ դուք չվստահեք ձեր մաշկաբանին, բայց վստահ եմ, որ իր ունեցած գիտելիքները ակնեի բուժման առումով շատ ավելի բարձր են, քան համացանցից ձեր գտած կամ ձեր ունեցածը։ Այո, միգուցե արհեստական բանականության հետ գրագետ շփվելու արդյունքում դու կարողանաս գտնես ակնեի լավ բուժում։ Բայց ոչ միշտ է դա հնարավոր։ Ես օրինակ բազմաթիվ փորձեր ունեմ, երբ որ արհեստական բանականությանը հարց եմ տվել ակնեի հետ կապված, նկար եմ ուղարկել, բուժում առաջարկի, ինչ կտաս, ոչ միշտ է եղել են ինչ որ իմ կարծիքով ճիշտ է։ Ես չեմ ասում որ ինքը սխալ էր, բայց ես տենց բուժում չէի անի։ Բայց կարող պատասխանատվությունը իմն է, ես պետք է անտրեմ, չէ՞։ Փորձել եք արհեստական բանականությանը։ Միանշանակ, իր հետ զրուցել է։ Մեկ որ պարապես լինում, ոդկասթի չեն հրավիրում, որ զրուցես, ստիպված գնում ես արհեստական բանականության հետ զրուցել։ Դոկտոր, ակնեի պատճառները շատ արտաքին պատճառներ կան, որոնք սրացնում են վիճակը, ինչպես նշեցիք, դա շպարն է եւ այլ քաղցրի օգտագործումը եւ այլն։ Բայց կան նաեւ ներքին պատճառներ, չէ՞, կարծում եմ, որոնք որ նպաստում են եւ առաջացմանը եւ դրա խորացմանը։ Մի հատ շպարի մասին մի փոքր sense remark։ Ուրեմն շպարը ինքնին իհարկե մաշկի վիճակը մի քիչ վատացնում է, բայց մի հատ շատ կարևոր բան կա։ Ակնեի ժամանակ չափազանց կարևոր է պացիենտի հոգեբանական վիճակը։ Եվ եթե շպարը օգտագործելուց հետո դու վերականգնում ես քո ինքնագնահատականը, քո վստահությունը ձեռք բերում, դա միանշանակ օգնելու է ակնեի բուժման։ Այսինքն եթե գլոբալ նայենք, եթե քեզ օգնում է դու ավելի լավ քեզ զգաս հասարակության մեջ, ակնե ունենալով, ապա խնդիր չկա օգտագործ։ Շատ հաճախ ծնողները մի քիչ sense շատ ծանր են տանում այդ միտքը, ոնց բա մենք ասել ենք մի օգտագործի։ Չէ, եթե դու չես օգտագործում ու քո համար շատ հեշտ է հանրային կյանք վարելը, ուրեմն խնդիր չկա։ Բայց եթե շպար չօգտագործելու պատճառով դու տնից դուրս չես գալի, ուրեմն չի ավելի լավ օգտագործի ու դուրս։ Այս մեկ։ Երկրորդը գործոնների եւ պատճառների մեջ։ Իրականում կարելի է բաժանել երկու մեծ մասի, ոչ թե ներքին եւ արտաքին, այլ պրոցեսներ, որոնք ակնեի առաջացման պատճառն են եւ պրոցեսներ, որոնք նպաստում են ակնեի ծանր ընթացքին։ Կամ բարդացմանը կամ ակտիվացմանն են նպաստում։ Ուրեմն որոնք բուն պատճառներն են, այստեղ 3 գործոն ունենք, դա ճարպագեղձի ծորանի նեղությունն է, դա գենետիկորեն պայմանավորված է։ Ճարպագեղձի գերաշխատանքն է, դա էլ է գենետիկորեն պայմանավորված։ Եվ ճարպագեղձի մեջ պրոպենոբակտերիում ակնեի ուրեմն արկայությունը հատուկ բակտերիա է, որը ճարպի մեջ իրան շատ լավ ազդում։ Հիմա տեսեք, բոլոր ակնե ունեցողները այս 3-ը ունեն, բայց այդտեղ ինչն է կարևոր, որ մենք դա չենք կարող փոխել։ Մենք չենք կարող փոխել ճարպագեղձի ծորանի լայնությունը, մենք չենք կարող փոխել ճարպագեղձի աշխատանքի ակտիվությունը։ Այո, մենք կարող ենք ինչ-որ չափով նվազեցնել, ինչ-որ մի սահմաններում աշխատում ենք, բայց այդպես գլոբալ շատ կտրուկ դա անել չենք կարող, դա ժառանգականորեն պայմանավորված դետերմինացված հարց է։ Բակտերիայի վրա կարող ենք ազդել։ Բայց դա էլի պատմականորեն, երբ որ հակաբիոտիկները հայտնվեցին տեղային թե խմելու ձևով, սկսեցին բավականին լայն ակնեի ժամանակ նույնպես կիրառվել։ Եվ եկան այն եզրակացության, որ ակնեի բուժման համար պետք է հակաբիոտիկների երկարատև օգտագործում, որը ոչ պակաս ծանր եւ վտանգավոր է, որը ոչ պակաս հարուստ է կողմնակի ազդեցություններով նաեւ հետևանքներով միանշան։ Արդյունքում ստացվեց, որ անտիբիոտիկների կիրառումը ակնեի բուժման ժամանակ բավականին նեղացավ, իհարկե ինքը կա,
անտիբիոտիկների կիրառումը շատ կարևոր էր, բայց քիչ-քիչ սկսեցին հրաժարվել, անցավ երկրորդ պլան։ Ու եկան ռետինոիդները, եւ տեղային օգտագործման եւ ընդհանուր օգտագործման։ Բացի դրանից, ռետինոիդների հետ մեկտեղ ակնեի բուժման մեջ կարևոր տեղ զբաղեցրեց բենզոիլ պերօքսիդը։ Դա նույնպես նոր դեղամիջոց էր, նոր բանաձև, որը փոխազդում էր ճարպի հետ, ակտիվ թթվածին էր անջատվում եւ բավականին ուժեղ հակաբորբոքային ազդեցություն ուներ։ Հետագայում առաջացան կոմբինացիաներ եւ երևի թե այսօր ամենալավագույն կոմբինացիաները դա ռետինոիդների, անտիբիոտիկների եւ բենզոիլ պերօքսիդի կոմբինացված պրեպարատներն են, որոնք օգտագործվում են ակնեի բուժման ժամանակ։ Շատ լավ, շնորհակալություն։ Հետաքրքիր բան ասացիք, որ եթե շպարը մարդուն օգնում է ավելի ինքնավստահ լինելուն, թող շպարվի ակնեի դեպքում նույնիսկ հետաքրքիր ինֆորմացիա կա, որ շատ հայտնի մարդիկ, հոլիվուդյան աստղեր ունեն այս խնդիրը։ Անունները այս պահին չեմ հիշում, դուք միգուցե օգնեք, միգուցե գիտեք մարդկանց հայտնի, որ ունեցել են խնդիրը ու իրենք չեն ամաչել, բարձրաձայնել այդ մասին, իհարկե նաև խնդիրը լուծել են։ Ինչ կասեք այս մասին։ Գիտեք ոնց, ես ինչքանով հետևել եմ body positive-ի մեջ ակնեն երբեք չի եղել։ Հա։ Այսինքն ակնեն ամեն դեպքում այն խնդիրն է, որը միշտ ստիպում է խուսափել, միշտ ստիպում է փակել, թաքցնել։ Այո, շատ դերասաններ բարբերաբար ինչ որ տարբեր ակցիաների շրջանակներում իրենց դեմքը առանց շպարի, առանց մեյքափի ներկայացնում են, առանց ֆոտոշոպի ներկայացնում են։ Երևի ավելի շատ կիսվել են հետ փորձով, երբ որ արդեն ունեն դրական արդյունք, խնդիրը լուծվել է։ Բայց ես վստահեցնում եմ, որ կինոինդուստրիան անպատկերացնելու գումարներ է ծախսում ակնեի դեմ պայքարելու, թե հատուկ շպարի միջոցով, թե հատուկ լույսերի, թե կամերաների հատուկ դիրքերի դասավորությունների եւ դերասանների դեմքի թեքվածության եւ այլնի։ Իսկ ինչ եք կարծում, այդ իդեալական մաշկի այսօրվա թրենդը, որը կա եւ համացանցերում եւ ինչպես նշեցիք ֆիլմ արտադրությունում, մարդկանց հոգեբանության վրա ինչպես է ազդում։ Շատ վատ։ Ոչ մեկ չի պատկերացնում, թե այդ դեմքը, ես հայերեն չգիտեմ գլանցովի ժուրնալ ոնց է, այդ ամսագրերից մեր վրա նայող կանանց եւ տղամարդկանց այդ իդեալական մաշկը դա իրականություն չի։ Ոչ մի ձևով դա իրականություն չի, պարզապես մի մասը միգուցե ձգտում է։ Ցավոք սրտի մենք ունենք դեպքեր, ունենք պացիենտներ, որոնց մոտ այդ սեփական մարմնի գնահատումը այնքան վատ է, որ մենք լուրջ պայքարում ենք արդյունքի համար։ Շատ լավ։ Եվ վերջում կուզենայի կխնդրեի տալ ձեր խորհուրդը այն մարդկանց, ովքեր դեռ չեն դիմել բժշկի, բայց դեռ ունեն խնդիրը։ Առաջինը ընդունեք, որ դուք ունեք հիվանդություն եւ այդ հիվանդություն պետք է բուժել։ Սա խնամքի հիվանդություն չի, սա բուժման հիվանդություն է։ 1, երկրորդը։ Գնահատեք, թե ինչքանով է ձեզ ակնեն անհանգստացնում եւ դուք ինչքանով եք պատրաստ սահմանափակումներին։ Քաղցր չուտել, տաքություն չլինի, չսեղմել, այս ամեն ինչը շատ կարևոր է ակնեի բուժման համար եւ երբեմն չափով միգուցե ավելի մեծ տեղ գրավի, քան դեղամիջոցը։ Եվ երրորդը, եկեք լինենք օբյեկտիվ, եկեք լինենք իրատես, չգնանք կարճաժամկետ արագ արդյունքի հետևից։ Հա, չգիտեմ, ներարկում արեցինք 2 օր հետո ամեն ինչ կարգավորեց, լազերով անցկացրեցինք 5 օր հետո ամեն ինչ լավ է։ Ոչ, այդպես չի, ակնեն պահանջում է շատ հստակ բուժում, ակնեի բուժման պրոտոկոլները մեզ բոլորիս հայտնի են, հասանելի են եւ մենք կիրառում ենք մեր պրակտիկայում այդ ամենը։ Ոչ թե խափնվեն գովազդին, այլ փորձեն ավելի իրական, ավելի տենց դասական բժշկական ճանապարհով գնալ առաջ։ Այո, կան լազերային տեխնոլոգիաներ, որոնք օգնում են ակնեի լավացման համար, բայց ով ասեց, որ դա տենց բացարձակ բոլորին ցուցված է, ով ասեց, որ դա բացարձակ բոլորի դեպքում արդյունավետ է եւ ով ասեց, որ այն լազերները կամ այն տեխնոլոգիաները, որոնք մեր մոտ կա, հենց այն տեխնոլոգիաներն են, որոնք նման էֆեկտ ունեն։ Դրա համար պետք է մի քիչ ավելի քրիտիկական վերլուծություն արվի, գնալ ոչ թե գովազդի հետևից, ոչ թե ինստագրամյան էջերի դոյի պոստլիների, որոնք շատ հեշտ է ստանալ, իմեջում էլ շատ կա։ Մանավանդ այսօրվա դարում իհարկե։ Այո, շատ հեշտ է ստանալ, այլ փորձեն բժշկի հետ զրուցելով, այո, մի քիչ էլ գումար ծախսեք կոնսուլտացիայի վրա, զրուցեք բժշկի հետ, հիասթափվեք, գնացեք մյուսի մոտ, կամ հակառակը ոգևորվեք եւ շարունակեք իր հետ միասին աշխատել։ Սա շատ կարեւոր է։ Այ կուզենամ, որ ինքնուրույն ոչինչ չանենք, բժշկի հետ միասին խորհրդակցենք, չզբաղվել։ Ոչ մի դեպքում բժշկի հետ կապ պահենք, խորհրդակցենք, բժշկի հետ աշխատենք, ակնեն ամբողջությամբ բուժելի հիվանդություն է եւ ճիշտ մոտեցման, գրագետ մոտեցման դեպքում կարելի է հասնել շատ լավ արդյունքի։
Շնորհակալություն Հովհաննես Արտաշեսի, ես նաև նշեմ, որ մեր ոդկասթի անվանումը Անամնեզիս մորբին մենք շատ դժվարությամբ ենք գտել անունը եւ վերջնական արդյունքը ստացել ենք նաև բժիշկ Հովհաննես Արտաշեսովիչի օգնությամբ։ Շնորհակալություն ձեզ կրեատիվ մտքերի համար։ Շնորհակալություն։ Ամենակարևորը մի զբաղվեք ինքնաբուժությամբ եւ հիշեք, որ մաշկը նույնպես օրգան է եւ կարիք ունի բուժման։ Եթե ձեզ դուր եկավ այս թողարկումը, հետևեք, բաժանորդագրվեք, գրեք ձեր մեկնաբանությունները, նաև եթե ունեք հարցեր, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում։ Առողջ եղեք։